Տարբեր երկեր կարան հնչել, ճաշակին ընկեր չկա, օրինակ դուք ինչ Դուք չեք առաջարկել։ Ես դուք ինչ եք, չէ ինչի ես ու Ես գիտեմ, որ խորովածը եկել է։ Ես ձեր նման մասնակից եմ, ես կազմակերպիչ չեմ։ Առաջ ուզեի, ինչ կուզեի։ Ես ձեր նման կազմակերպիչ, ես օրինակ իրիկունը կգամ համերգը կլսեմ։ Ձեր կարծիքը խորովածը երկ չեք ուզի, որ հնչի։ Դե կլինի ինձ թվում է այս, այլ չեմ կարծում որ չլինի։ Երեկոյան համերգին եք մասնակցել։ Այո։ Շատ քաղաքացիներ մտածում էին, որ խորովածը պետք է անվճար լինի։ Չգիտես, իրենց մոտ տենց Դե ժողովուրդ ջան, ասենք հիմա տեսեք էլի, մեկը ասում է կաշառք եք բաժանում, ասում են կաշառք չի, վճարով է խորովածը։ Հիմա դուք ասում եք պետք է անվճար լինի։ Ինչի պետք է անվճար լինի։ Քաղաքացիները մտածում էին այդպես։ Բայց ոնց եք դուք պատկերացնում որ մասնավորը պետք է անվճար բաժանի դա։ Բիզնեսը ինքը ոնց է անվճար բաժանել։ Ասում են մի քանի տարի առաջ որ եղել է, այդ ժամանակ անվճար է եղել եւ իրանք այդ հույսով էին։ Ճիշտ ասած չգիտեմ, չեմ հիշում։ Մի քանի տարի առաջ։ Հետո եթե չեմ սխալվում, մի տարի առաջ ասում դե նկարս խենավարված։ Երկար տաղավարներով խորովածի բան չկար, ոնց որ ոտի վրա ով հասցնում անում էր, եթե չեմ սխալվում։ Գաբրիելյան ասում են միսը թանկ է, չենք հասցնում գոնե ամսվա մեջ 1-2 անգամ։ Ով ասում։ Քաղաքացիների մարդիկ։ 1-2 ամսվա մեջ։ 1 ամսվա մեջ 1-2 անգամ։ Որ քաղաքացիներն են։ Այստեղ զրուցում էինք մի քանի հոգի նստեցինք արդեն։ Դե հիմա ուրեմն պետք է ավելի լավ աշխատեն, որ կարողանան այդ միսը գնան 3-4 անգամ ուտեն։ Դες կարան պատասխանել։ Բայց խիստ կասկածում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում միսը այնքան թանկ է, որ քաղաքացիները չեն կարողանում 1-2 անգամից ավելի շատ միս գնել եւ այդ միսը ուտել։ Բայց կարող լինեն դեպքեր, որ իրոք մարդկանց գումարը 1-2 դեպք լինի, որ չհերիքի։